Տեղի ունենում գործընթաց, երբ ներկայացուցչական ժողովրդավարության շրջանակներում չի հաջողվում լիարժեք տարանջատել իշխանության թևերը, երբ մեծ կոալիցիաներ են ձևավորվում, երբ մի կուսակցություն 50%-ից ավելի ձայն է ունենում, երբ տեղի է ունենում քաղաքական տնտեսական վարչական ներուժի սերտաճում, այս բոլոր պարագաներում իշխանությունների տարանջատման սկզբունքը գործում է այնքանով, որքանով, իսկ դա բերում է եւ իրավական պետության հիմքերի թուլացման եւ ժողովրդավարության, որովհետեւ չի լուծվում ամենագլխավոր խնդիրը իշխանության վարքագծի սահմանադրականացումը հանրային, անձի սոցիալական վարքագծի սահմանադրականացումը։ Դրա համար ես հուսով եմ, որ մեր քննարկումները պետք է բերեն նրան, որ անմիջական ժողովրդավարության հնարավորությունները սահմանադրորեն երաշխավորված լինեն։ Իսկ արդյոք փոփոխությունները ներկայացվել են Վենետիկի հանձնաժողովին արդեն դեռ։ Ես երեք Վենետիկի հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարության հետ հանդիպում ունեցա, բանակցություններն էին գնում։ Մենք պայմանավորվեցինք հետեւյալը, ամսի 6-ին, 5-ին, 6-ին, 7-ին Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստ լինելու, ես հանձնաժողովի անդամը պետք է մասնակցեմ։ Օրակարգում դրեցինք մեր սահմանադրական բարեփոխումների հարցը։ Ես պետք է այնտեղ ներկայացնեմ հանձնաժողովի աշխատանքների ընթացիկ վիճակը։ Առաջարկություն արեցի, որ ստեղծվի փորձագետների խումբ 5 անձից կազմված, առաջին անգամ արդեն ձեզ եմ այս մասին ասում, փորձագետների խումբը կձևավորվի, փորձագետների հետ քննարկում կլինի, մենք կմշակենք ճանապարհային քարտեզը, թե ինչպես ենք համատեղ աշխատելու հայեցակարգի վրա, այնուհետև ինչպես ենք համատեղ աշխատելու կոնկրետ փոփոխությունների նախագծի պատրաստման վրա։ Ես կարծում եմ, որ մեր սահմանադրության մեջ չափից ավելի սահմանափակված է անմիջական ժողովրդավարության հնարավորությունը եւ մենք հանգեցրել ենք ընդհանրապես հանրաքվեին միայն սահմանադրության ընդունմանը մասնակցությանը եւ հանրաքվեի միջոցով օրենք ընդունելու, որը երբեք չի գործել եւ մենք տվել ենք մարդուն հնարավորություն մասնակցել ընտրական գործընթացին։ Քաղաքացին այս հնարավորությունների շրջանակներում օտարվում է իշխանությունից։